Դա իմ գործը չի դες խորհուրդ տալը, կոռեկտ ինչի, ոչ թե ես խորհուրդ եմ տալի, որովհետև դուք բողոքում եք հեղափոխությունից, տեսեք, բայց ինչի եղավ այդ հեղափոխությունը, որովհետև ձեր ղեկավարը, ձեր բառապաշարով ասեմ, ինձ էլի 1000 անգամ կներեք, սուտ ասեց եւ ասեց, որ ինքը չի դնի իր տեխնատությունը, բայց դրեց։ Ոչ։ Այնպես որ եթե սուտը սկսենք որտեղից սկսել, սուտը սկսել է ձեզնից։ Դուք հիմա պարզապես բառացի սոտում եք։ Ես հիշում եմ, նա ուզում եք մեջ բերեմ նույնիսկ ասած, բայց ես չեմ ուզում այդ դիսկուրսը հիմա բացենք, դա դրանից եթե չէիք ուզում, ինձ հաստատ լավ կլինի, պարոն։ Այսինքն պետք չի մեղադրել մի բանի մեջ, որի միանգամից քեզ կմեղադրեն։ Ես ինչի եմ ասում։ Այսինքն սուտը եթե վերցնենք ով ոնց է սուտ սկսել խոսալ, դա նորից չի կանես, բայց ես ինչ եմ ուզում ասեմ։ Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհում եկեք կարողություն բանով գնանք։ Դուք ասացիք թույլ ես ասեմ։ Չկա այդպիսի մարդ, ով որ կարողանա ասի, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը սուտ է ասել, հիմնավորի դա ու կարողանա այդ հիմնավորման տակից դուրս գա, դուք ներառել։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես Սերժ Սարգսյանս այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պարլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում։ Տեսնենք։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես Սերժ Սարգսյանս այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Մնալ տանը, ինչպես ասում են, շառ ու փորձանքից հեռու։